Խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսանկյունից ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կփոփոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է վերացնելու համար, որն այդ փաստաթղթում է արդեն 3 տասնամյակ։ Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների հետախուզությունը հրապարակել է զեկույց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման խաղաղության հեռանկարների և սպառնալիքների մասին։ Միացյալ Նահանգների հետախուզության ծառայությունը արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ։ Ամերիկյան հետախուզական ծառայությունը գրում է. Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը հեռացնելու հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանդրակվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։ Տարիներ շարունակ մենք ասում ենք, որ Ադրբեջանի պահանջն է Հայաստանում սահմանադրություն փոփոխելը, դուք հերոսաբար փորձում եք հակադարձել այդ պնդումներին, հիմա արդեն մեր պնդումներին պիտի հակադարձեք։ ԱՄՆ ազգային հետախուզական տնօրենի գրասենյակի զեկույցին պիտի հակադարձեք, եթե կարող եք, որ Իլհամ Ալիևի պահանջն է Հայաստանում փոխել սահմանադրությունը։ Երբ որ մենք ասում ենք մենք սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չի, իսկ մենք սա բազմիցս ենք ասել եւ այստեղ էլ կարծեմ ես ասել եմ այս մասին, իրանք ասում են, հա, շատ լավ, դա մենք չենք բանակցում։ Ուղղակի ձեզ տեղեկացնում ենք, որ եւ չենք պահանջում եւ դա խնդիր չկա, լավ, ձեր ներքին գործն է, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր սահմանադրությունը այս ձևակերպումները ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Սա իրանք հանրային են ասել դա։ Եվ հիմա մենք սա ընդունում ենք գիտություն եւ ասում ենք լավ, ափսոս։ Անկախության հռչակագրի սահմանադրության մեջ լինելու վերաբերյալ որևիցե պահանջ իրավական տեսանկյունից չկա եւ տեսականորեն չի էլ կարող լինել, քանի որ այն հենց արտացոլված է եղել սահմանադրության մեջ, հետեւաբար որևէ այլ իրավական ակտով չի կարող նման պահանջ սահմանված լինել, քանի որ այն արդեն իսկ առկա է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտում, սակայն խնդրահարույց է, թե ինչու արդեն իսկ սահմանադրության մեջ հայտնված հղում կատարված անկախության հռչակագիրը, այն էլ ակնհայտորեն արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձ է արվում հանել սահմանադրությունին։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի, եւ ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Օրինակ, երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը դա պատերազմի հռչակագիր է, սա ուղիղ վկայությունն է, որ փոխում են, որպեսզի Ադրբեջանը չպատերազմի։ Սահմանադրությունը կարելի է համարել իրավական աստվածաշունչը եւ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականը կորցրած Նիկոլ Փաշինյանը փորձում է մայր օրենքից հանել նաև Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը, ծննդյան մասին պետական գրանցման մասին վկայականը։ 18, 19, 20 թվականների անկախության հռչակագրի հետ կապված նույն Նիկոլ Փաշինյանի ուղերձները դիֆերանդները անկախության հռչակագրի մասին եւ դրանից հետո այսօր հարցակում, թշնամական հարցակում մեր երկրի ծննդական անկախության հռչակագրի դեմ կոնֆլիկտացինա։ Լավը չեք ասում ֆաշիստական ու ռասիստական է։ Ակնհայտ է, որ անկախության հռչակագիրը հանում են սահմանադրությունից, քանի որ այդ պահանջը պարտադրվում է Ադրբեջանի կողմից, ընդ որում նման պահանջը, որը ակնհայտ է, որ ուղեկցվում է նաև ուժի սպառնալիքով, ուղղակիորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերով ամրագրված սկզբունքներին, ուժի պարտադրանքին եւ դրա արդյունքում կնքված պայմանագրերը իրենց հերթին դառնալու են կամ անվավեր կամ առ-ոչինչ ըստ արդեն փաստական վիճակի կարողանանք ասել, այսինքն խաղաղության պայմանագիրը փաստացի կնքվում է Հայաստանի հետ ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ, որովհետև անգամ այն լեքսիկոնը, որը օգտագործում է գործող իշխանությունը, որ եթե իրենք չլինեն կլինի պատերազմ, այս դրա վառ վկայությունն է։ Ինչու է երկրի վարչապետը հայտարարում, թե բա անկախության հռչակագիրը դա հակամարտության հռչակագիր է։ Ընդ որում հիշեցնեմ, որ ընդամենը 1 տարի առաջ սեպտեմբերի 21-ի իր հայտարարությունը բոլորովին այլ բովանդակություն ուներ
ներողություն 2 տարի առաջ։ Երբ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը սա անկյունաքարային է եւ այլն եւ այլն։ 1 տարի հետո փոխվում է խոսույթը։ Ընդ որում մենք հիշում ենք հանրային ռադիոյին տրված իր հարցազրույցը, որտեղ եթե բառացի չասենք, միտքային էր, որ եթե մի բան մեզանում պատճառ է պատերազմ սկսելու, այ բերում էր կարմիր գույնի եւ ցուլերի օրինակը, ապա ինչու պետք է մենք պահենք ավելի լավ է հրաժարվել պատերազմական նարատիվներից իբրև թե գոյություն չունեցող։ Եթե նոր սահմանադրության միջից հանվում է անկախության հռչակագիրը, ապա արդյոք դա ենթադրում է, որ չեղարկվում է անկախության հռչակագիրը։ Ոչ, դա նշանակում է, որ արժեզրկվում է անկախության հռչակագիրը։ Իսկ անկախության հռչակագիրը չեղարկելու որևէ մեխանիզմ կա ցանկացած երկրում։ Անկախության հռչակագիրը չեղարկելու մեխանիզմ կարելի է համարել այն նույն մարմնի կողմից այն չեղարկելու, ուժը կորցրած ճանաչելու կամ այլ ձևով գործողությունը դադարեցնելու մասին օրենսդրական ակտը, հետևաբար այս պահին ասել, քանի որ այն Գերագույն խորհրդի կողմից է հրապարակվել եւ Գերագույն խորհուրդը որպես իրավահաջորդ ազգային ժողովն է, ապա ազգային ժողովը շատ նեղ մեկնաբանելու պարագայում պիտի օրցված լինի նման իրավասությամբ։ Եթե բովանդակային առումով նայենք, այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունները բավարարում են Ադրբեջանի պահանջները եւ պատահական չի, որ Ադրբեջանը դրել է պայման կամ կփոխեք կամ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի եւ ամենակարևոր փաստարկը եթե Հայաստանի Հանրապետությունը չի բավարարում Ալիևի պահանջները հիպոթետիկ սա զուտ ներքին օրակարգ է այսինքն ներքին օրակարգը կարող է նաեւ փոխվի օրինակ այդ օրակարգը դուրս գա ընդամենը ապա այդ պարագայում ինչ են անելու անկախության հռչակագրի հետ են որ ասում էին դա պատերազմական հռչակագիր է եւ խաղաղության պայմանագիրը ոնց է ստորագրվելու եթե Ադրբեջանն ասում է մինչեւ չփոխեք չի ստորագրվելու Քանի որ կարծես սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու մի քանի ամսից, եթե հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, դժվար է դրանց վերաբերյալ հստակ պնդումներ անել, ապա գտնում եմ, որ ժողովրդի իշխանություն իրեն հորժորջող քաղաքական թիմը ամեն հոդված առանձին պարտավոր էր ի սկզբանե քննարկել ժողովրդի հետ քննարկել ոլորտի իրապես վստահություն ունեցող պրոֆեսիոնալների հետ, այլ ոչ թե այն վերածել մի քաղաքական ուժի համար կարված փաստաթղթի։ Քանի որ փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, մասնագիտական կարծիք չեմ կարող հայտնել դրա մասին, բայց դրա ձևավորման պատմությունը արդեն իսկ վստահություն չի ներշնչում նախագծի վերաբերյալ։ Բոլոր հարցերը քննարկվելու են խորհրդում են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ եւ մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը, բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա եւ նորմալ է, որ մնա կառավարության հայեցողությանը եւ դրանից հետո կրկին որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրություն ընդունելու կամ սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին խոսել ենք 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Դա մեր օրակարգն է, հիշում եք, կար ձևավորվել է հանձնաժողով, որը աշխատանքները դանդաղեցին կամ նույնիսկ ինչ-որ առումով քաղաքական առումով երկրորդ պլան մղվեցին։ Ոչ, սխալվում եք։ Եթե չասեմ ստում եք, որ դուք ունեցել եք Հայաստանի սահմանադրության փոփոխության օրակարգ։ Ձեր օրակարգը միջև Ալիևի պահանջը եղել է սահմանադրության բարեփոխման օրակարգ։ Դուք Հայաստանում նոր սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանը նոր սահմանադրություն պիտի ունենա։ Հայաստան իշխանությունները, քանի որ խաղաղությունը որպես քաղաքական պրոդուկտ փորձում են վաճառել ժողովրդի վրա, իսկ ժողովրդի մոտ բնականաբար կան հարցեր, եթե խաղաղությունը ինչի խաղաղության պայմանագիր չի ստորագրվում։ Եվ որպիսի իրենց, այսպես ասենք, քաղաքական պրոդուկտը
կարողանան վաճառել ժողովրդի վրա, պետք է այդ փաստաթղթի կտորը, որով կասեն, որ ահա մենք ստորագրել ենք փաստաթուղթ, ընդ որում կարևոր չի իրենց համար, թե այդ փաստաթուղթը ստորագրելուց քանի օր հետո կարող է հակամարտություն առաջանալ, որովհետև ադրբեջանական հարաբերություններում հակամարտային կամ հակամարտածին պրոցեսները եւ երևույթները այնքան խորն են եւ այնքան շատ, որ ցանկացած մանր միջադեպ կարող է վերածվել հակամարտության, նույնիսկ ցանկացած փաստաթղթի ստորագրման պարագայում։ Ասում եք մենք բանակցություններին բարձրացրել ենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, ու չոր փաստը է նա, որ սահմանադրության փոփոխության գործընթաց այնպես ինչպես Ալիևն է պատկերացնում, կամ մենակ մեր երկրում։ Եթե բարձրացրել եք ու արդյունքը էս է, ես չգիտեմ, ավելի ճիշտ ելույթում արդեն կբնութագրեմ ինչի մասին է դա վկայում։ Բայց ֆիքսենք, որ արդյունքը ձեր բարձրաձայնելու այն է, որ Ալիևի պահանջած սահմանադրության փոփոխության գործընթաց հիմա կա մենակ Հայաստանում։ Ադրբեջանում որևէ անգամ խոսակցություն կամ քննարկում դրա մասին չկա։ Ինչ որ պահի փորձեցին անալոգացնել, հիշում ենք իրենք էլ սկսեցին խոսել, որ Ադրբեջանի սահմանադրությունն էլ ունի անալոգային պահանջներ, հետո Բաքվից ստացան կոշտ արձագանք եւ մոռացան դրա մասին։ Այստեղ մենք գործ ունենք պարտվածի բարդույթի հետ, երբ մարդը վախենում է իր ունեցած խաղաթղթերը դնել սեղանին, որովհետեւ ինքը հանրությանը ներկայացրել է, որ ես խաղաղության օրակարգ եմ բերել։ Նման պահանջի ձևակերպումը իրենց համար սարսափ է, որ կարող է Ադրբեջանը հրաժարվել ստորագրել պայմանագիր։ Այդ դեպքում ինչ են վաճառելու ժողովրդի վրա, ինչ են ասելու ժողովրդին, որին տարիներ շարունակ խաբել են, թե մենք խաղաղության կուսակցություն ենք, այն մնացածը պատերազմ կբերեն եւ այլն եւ այլն։ Եվ քանի որ հասցրել են մի կետի, երբ բոլոր պահանջները իրեն կամովին պատրաստ են կատարելու, որպեսզի ստանան այս փաստաթղթի ստորագրումը, հետևաբար ես իրատես չեմ համարում, որ իրենք ի վիճակի են, որտեղ ժամանակին շատ կոշտ իրենց այսպես պայմանական, ասենք, բերանին եկել են Ադրբեջանից, որ նման հարց մենք ձեր հետ չենք քննարկել եւ մենք ձեր հետ բանակցում ենք հաղթողի իրավունքով։ Այստեղ ամենակարևորը այն է, որ հենց ժամանակին ադրբեջանցիները գեներացնում էին այն միտքը, որ իրենք Հայաստանի հետ հարաբերվում են հաղթողի իրավունքով։ Իսկ ինչ է նշանակում հաղթողի իրավունք, դա նշանակում է ոչ թե փոխզիջումներ, այլ միակողմանի պարտադրանք եւ զիջումներ։ Ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց հարաբերություններ։ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ այլ պետության նկատմամբ տարածքային նկրտում կամ տարածքային պահանջ։ Պատմական հիշողություն տերմինը հենց այս կոնտեքստի ներքո լուսաբանելիս սահմանադիրը ակնհայտ է, որ նկատի է ունեցել հայոց ցեղասպանությունը, Արցախյան ազատագրական պայքարը եւ վերջապես, եթե Արցախյան շարժման անգամ ակունքները մանրամասն ուսումնասիրվի, դա ոչ թե տարածքային պահանջ, այլ ազգերի ինքնորոշման իրավունք եւ ազգի կոնկրետ տարածքում սեփական գոյությունը երաշխավորելու իրավունքի արդյունավետ իրականացման միջոց։ Հետևաբար ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պարունակում է այլ պետության նկատմամբ տարածքային ուղղակի պահանջ, ես տվյալ միտքը չեմ կիսի եւ կգտնեմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ միտք է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրությանը, եթե Հայաստանին ներկայացվել է նման պահանջ եւ այդ պահանջը չի պարտադրվում ուժով կամ դրա սպառնալիքով, ապա Ադրբեջանը կարող է ինքը իր սահմանադրությունից սկսել փոփոխություններ կատարել, եթե իրենց սահմանադրությունը ունի նման պահանջ։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ այսօր վաղը մյուս օրը։ Դուք ինձ կարաք բացատրեք, ո՞նց է ձեզ ստացվում, որ ձեր կամքով ինչ անում եք, վերջը դուրս է գալիս այն, ինչ Ալիևը ուզում է ձեզնից։ Ավելի վատ, եթե Ալիևը ձեզնից չի պահանջում ու անում եք, գիտեք։
շատ ավելի վատ։ Ես անգամ չգիտեմ ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ձեզնից պահանջել են որ հեռացնեք, թե ձեր կամքով է կարևոր դուր գա։ Եթե Հայաստանի իշխանությունները փոխեն սահմանադրությունը, բացառված չի, որ խաղաղության պայմանագիր այդպես էլ չլինի։ Իհարկե բացառված չի, բացարձակապես, որովհետև մենք ունենք Ադրբեջանի իշխանությունների շարունակական պահանջների փաթեթներ, որոնց հանրությունը ծանոթանում է ամեն հերթական պահանջի բավարարումից հետո։ Ահաբասիկ, եթե մինչև Լաչինի միջանցքի փակումը, այսինքն մինչև 2023 թվականը կամ 22 թվականի վերջ 23 թվական խոսույթը այլ էր եւ Ադրբեջանի պահանջները այլ էին, այ մենք հիշում ենք Ադրբեջանի նախագահը ասում էր մեզ պետքա Զանգեզուրի միջանցք պայմանական այն նույն կարգավիճակով, ինչ կարգավիճակով գոյություն ունի Լաչինի միջանցք։ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելուց հետո միջանցք փակելուց հետո փոխակերպվեց, նոր պահանջ ձևակերպվեց, հետո նոր պահանջ, հետո իրենց հանցագործներին հանձնել եւ այլն եւ հասանք մի կետի, երբ այս պահին խոսվում է սահմանադրության փոփոխության մասին, հանրային քննարկումներում գեներացվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզ, որը այս փուլում չի բերվում պաշտոնական հարաբերությունների մակարդակ, բնականաբար նպատակն այն է, որպեսզի պարտադրեն քեզ մի կետում զիջել, որից հետո այդ զիջումից հետո առաջ կգա արդեն հաջորդ պահանջը, որ իսկ դու քանի որ արդեն դու մի հսկա շղթա բավարարել ես պահանջների եւ քեզ թվում է թե վերջին պահանջն է մնացել, լավ, սա էլ բավարարեմ, կվերջանա։ Հարգելի պատգամավոր ծանր փորձություն Կարծում եմ, որ նոր սահմանադրության մեջ եւ հույս ունեմ, որ նույնպես ամրագրված կլինի, որ վերպետական միություններին անդամակցելու համար անհրաժեշտ է լինելու հանրաքվե անցկացնել, քանի որ դա այն ամենաարդյունավետ մեխանիզմն է, որը թույլ է տալիս ժողովրդի մակարդակով որոշել ինքնիշխանության կամ դրա որոշակի օրինական զիջման հարցը, որովհետև անկախ ամեն ինչից միությունները ենթադրում են որոշակի ինքնիշխանության զիջում։ Օրինական ճանապարհով, եթե հանրաքվեի միջոցով առնվազն ներկայիս համադրության կարգավորումներով նման միության անդամակցության հարց նախատեսված։ Ինչու են ակտիվ պահում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը, ինչու են ակտիվ պահում 300 ադրբեջանցիների թեզը, որովհետև սա հանրային մակարդակում եւ միջազգային մակարդակում փորձ է արվում ընկալելիություն ապահովել, փորձ է արվում լեգիտիմացնել այս պահանջը, որից հետո երբ սա կդառնա բանակցությունների սեղանին դրված նյութ, արդեն բոլոր կողմերը պատրաստ են լինելու առնվազն ենթագիտակցորեն, որ այսպիսի պահանջ կա այնուամենայնիվ։ Ինչպես է միջանցքի պահանջը կամ հենց սահմանադրության փոփոխության պահանջը, այն միանգամից չի եկել սեղանին դրվել, այն եկել է ժամանակի ընթացքում։ Սկզբից իրենց հասարակությանն են համոզել, որ Հայաստանի սահմանադրությունը դա օկուպացնելու սահմանադրություն է իբրև թե, դա տարածքային պահանջներ ներկայացնելու սահմանադրություն է, հետո դա տեղափոխվել է արդեն պաշտոնական մակարդակ։ Որպեսզի հանրաքվեի դրված ակտը համարվի ընդունված, ապա անհրաժեշտ է, որ նրան կողմ քվեարկի հանրաքվեին մասնակցած անձանց կեսից ավելին, պայմանով, որ այդ թիվը պետք է գերազանցի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 1/4-ը, որը մոտավորապես պայմանավորված է, տվյալ ժամանականի ընտրող կունենանք, մոտավորապես 800,000 քվեի մասին է խոսքը, որը կարծում եմ այս իշխանությունը չի կարողանա ապահովել։